Իրականում մոմոն ու այս փափուկ նապաստակը իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, որովհետև երկուսն էլ ընդհանրապես վախենալու չեն։ Ես ընդհանրապես չէի ուզում այս թեմայով վիդեո նկարել, ուղղակի նամակները այն աստիճան շատ էին, որ ուղղակի չդիմացա։ Իմ շատ սիրելի, հարգելի, հրաշք հանդիսատես, մոմո չկա։ Այդ անդուր դեմքով, անդուր կրծքերով ու հավի ոտքերով կենդանին ստեղծվել է ճապոնական ֆիլմերի համար։ Իսկ WhatsApp-ում ու ընդհանրապես մեր կյանքում ինքը հայտնվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով, ով վախեցնում էր մարդկանց ու իրանց գրածները կարդալուց հետո վստահ եմ, որ իրան պահում էր մոտավորապես սենց։ Կամ ես չեմ հասկանում, ինչ եք մտածում, WhatsApp-ը տենց հա էլի, տենց իր համար ծրագիր է, իր հեղինակներն էլ բեզուարյան այծեր են։ Չեք մտածել, որ եթե WhatsApp-ում նման օգտատեր հայտնվերով մարդկանց կդրթեր ինքնասպանության, ծրագրի հեղինակները իրան միանգամից կհայտնաբերեին կամ գոնե կարգելափակեին իր մուտքը այդ ծրագիր։ Գիտեք, ժամանակին կապույտ կետ կամ Սինիկիտ անունով մի խաղ կար, որը լավ տարածված է ռուսական Վկոնտակտե կայքում ու պատճառ դարձավ մի քանի մարդկանց ինքնասպանության։ Բայց այդ դեպքերից հետո այդ ամենով սկսեց զբաղվել ռուսական ազգային անվտանգությունը, ինչի արդյունքում խաղի հեղինակը հայտնաբերվեց ու միանգամից ձերբակալվեց։ Իսկ մեր մոմոն ոնց որ լավ երկար մնաց մեր կյանքում։ Գիտեք ինչի, որովհետև անիմաստ է բռնել ինչ-որ մեկին, ով իրականում գոյություն չունի, իրականում իր փոխարեն ինչ-որ ջրի գյադա է, ով նստած է էկրանների հետև ու բոցվում է մեր վրա։ Ինտերնետում տարածված են նյութերը, ըստ որոնց մոմոյի ազդեցության արդյունքում ինչ-որ մարդիկ ինքնասպանություն են գործել, ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանցից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում։ Մոմոն դարձավ միջոց աշխարհի բոլոր, այդ թվում նաև հայ բլոգերների համար իրանց ալիքի դիտողականությունը մի քիչ բարձրացնելու համար։ Ինչ է նշանակում վիդեո գցել, որում դու իբր շփվում ես մոմոյի հետ, մի քանի օր անց նոր վիդեո տեղադրել ու ասել՝ գիտեք, դուք պետք է ուշադիր լինեիք, ես մեղավոր չեմ, որովհետև վիդեոն կրում էր հումորային բնույթ։ Ախր այդ նույնն է, որ ես փողոցում քայլելուց խփեմ մի հատ աղջկա հետևին, մի քանի օր անց գնամ իրան ասեմ՝ գիտես, դու պետք է ուշադիր լինեիր, որովհետև ես իզվրաշեն չեմ, ես քո հետևին չեմ խփել։ Ես ուղղակի շալվարդ էի թափ տալիս։ Հայդեպ ժողովուրդ ջան, եթե դուք կաք Instagram-ում ունդեղ շատ եք տեսել լցոնապրոշ աղջիկների, այն որ շուրթերը այնքան է լցրած, որ նայելուց չես հասկանում դեմանց է կանգնած թե հետևանց։ Այդքանից հետո մոմոից վախենալը ուղղակի անիմաստ է։ Հա, ու մեկ էլ չմոռանաք մրցույթում քվեարկել իմ օգտին, որպեսզի մենք կարողանանք վիրտուալ այց կատարել Տիտանիկ նավ։ Շնորհակալություն, բայ բայ։